Ողջույն, վերադարձող կապիտալ հաղորդումն է, մենք խոսում ենք հայրենադարձության մասին, հայրենադարձների հետ, այսօրվա մեր հյուրն է Օշին Դերկլիկորյան, ողջույն Օշին ջան։ Բարև ձեզ։ Օշին ջան, դուք եկել եք Իրանից, այո, Ռուսաստանից, դուք ասեք մեզ երբ եք եկել ու ինչի համար եք հայրենադարձել։ 2018 թվականի ապրիլի 24-ին Իսվահան քաղաքից ճանապարհվել եմ, արդեն ապրիլի 25-ին Հայաստան, դե մինչ օրս ստեղ եմ ապրում, հիմնականում պատճառը միշտ մարդը այն ինչ որ չունի, կամ ինչ որ իրան դժվար է հասանելիությունը, իր համար շատ ավելի քաղցր ու հաճելի, ոնց որ մեր համար հայրենիքը տարիներ միշտ հեռու ենք եղել ու այդ հեռվությունը պատճառ է եղել, որ այդ սերը մեր մեջ մի քիչ ավելի շատ լինի դեպի հայրենիք։ Տարիների ընթացքում իբրև տուրիստ եղել եմ Հայաստանում շատ անգամներ ու վերջնական արդեն որոշեցի, որ պիտի ստեղ ապրել ու 18-ից ապրիլի 24-ին։ Գիտեք նաև այդ խորհրդանշական թիվը, որովհետև մենք ինչի ենք հայրենիքից դուրս, այդ հենց ապրիլի 24-ին, որտեղ շատ ուժեղ օր եք որ որոշել գալ, իհարկե հասունացել է այդ հենց նույն օրը չեք որոշել, հասունացել է ու նաև անկախությունը իհարկե պատճառն է, որ մենք այսօր դարիներ անկախությունից հետո որոշել ենք, որ այլևս վերջ սպյուրքի ու հայրենիք ենք գնում, բայց դուք նախորոք ասացիք եկել էիք որպես զբոսաշրջիկ, վստահ ուսումնասիրել էիք, որ գալուց հետո ինչ պիտի անեմ եւ այլն, որոշ խնդիրներ մարդիկ դեղափոխումից հետո ունենում են ցանկացած երկիր գնալուց, ինչ էին ձեր առաջին քայլերը, ոնց էին առաջին խնդիրները։ Դերան ջան, հիմնականում տեղափոխվելուց հետո միշտ խնդիրն է դա, որ այդ ժողովրդի հետ շփումը, այդ նոր միջավայրի պայմանները, բայց եթե դու արդեն ըմբռնումով ես մոտենում, այսինքն հասկանում ես, որ տեղափոխվել ես, նոր միջավայր, նոր մտածելակերպ, նոր մշակույթ, ուրեմն պիտի համակերպվես։ Ոչ թե ամեն ինչի, ոչ թե վատին, բայց պիտի համակերպվես։ Իմ մոտ բարեբախտաբար այդ շատ լավ է ստացվում, ես միշտ ժողովրդի հետ շատ եմ շփվում, շատ լավ, նոր ընկերներ, նոր միջավայր, այդ իմ համար դրա համար խնդրեմ չեղավ շատ մեծ տեղափոխվելը, կարող ամենամեծ խնդիրը որ եղել է, այդ աշխատանքի մշակույթն է եղել, որ դժբախտաբար Հայաստանում մի քիչ ուրիշ է աշխատանքի մշակույթը, մեր մոտ մի քիչ ուրիշ է եղել, շատ ավելի դիսցիպլինայով, շատ ավելի օրենքով ու զուտ այդ, բայց ես միշտ ասում եմ, թեկուզ իմ ընկերներիս հետ որ խոսում ենք, որ ուզում են գան Հայաստան ապրելու, միշտ իրանց ասում եմ, պիտի մոռանաք մենք դուք հարցը լավ ու վատը չի, բայց եթե այդ մտածելակերպով ես, որ մենք դուք արդեն այդ խնդիր է լինում, այստեղ չկա մենք ու դուք, այստեղ կա այն մարդիկ, որ ուրիշ ձև են մեծացել ապրել եւ այն մարդիկ, որ ուրիշ մի ձև են մեծացել ապրել։ Բայց նաեւ ունենք նույն արմատը։ Հաստատ, եթե ամեն ինչով, լեզվով, մշակույթով, կրոնով, ամեն ինչով նույնն ես, կարող ես ելք գտնել։ Այդ զուտ գալիս է մարդու մտածելակերպից։ Այսինքն ամեն օր արթնանալուց դու չի պիտի մտածես, որ ես գնում եմ վատ մարդկանց հետ շփվելու, դու պիտի մտածես, որ գնում ես այն մարդկանց հետ շփվելու, որ շատ հաճելի կլինի, լեզու գտնես ու իրանց հետ շատ լավ ապրես։ Այո, մենթալիտետի փոխումը ամենտեղ կա, քաղաքից քաղաք կա նույն երկրում, չգիտեմ Լոնդոնը, Մանչեսթերի հետ, չգիտեմ Վաշինգտոնը, Լոս Անջելեսի հետ ունեն այդ մշակույթի փոփոխությունները, բայց պիտի համագերվես ոնց որ ասես, հենց որ սկսես վերևից գալ կամ դու ավելի լավ ես, ասես, ցանկացած տեղ շուտ կմերժվես, ուզես կամ չուզես, այդ չենք ասում իրենք լավ են կամ մենք լավ ենք, բայց այդ մերժվելու բահին արդեն չես ուզում մնալ։ Այդ խնդիրը, բայց մենք չէ որ Սփյուռքում մեր նախահայրերը եկել են առանց լեզու իմանալու ու համագերբվել են ու մեծացել են ու սերունդներ են մեծացել դրանից հետո, ուր մնաց հիմա մենք չկարողանանք Հայաստան հայրենադարձել, այսինքն շատ փոքր խնդրի մասին ենք խոսում, որոնք շատերը մեծացնում են իրենց մոդեցումներով։ Նաև մարդկա 2 օր է գալիս, առաջին իր 2 օրը Հայաստանում ասում է, որ ինձ ուրիշ աչքով են նայում, շատ զարմանալի է։ Այդ ասում եմ, երևի դու ուրիշ աչքով նայեցիր, դու ուրիշ ցև խոսացիր, որ ստացար պատասխանը, ուզի չուզի պիտի ստանա այդ բացասական, եթե բացասականով ես մոդենում։ Գիտեք, շատ կարևոր է իմանալ, որ ինչ որոշեցիք անել, որ ձեր կյանքը ստեղ ապրել ու ձեր կյանքը փող վաստակել։ Տիրան ջան, իմ կրթությունը եղել է սպորտային, ես սպորտային ֆիզիոլոգիայի մագիստրոս եմ, 8 տարիներ արդեն մի 26 տարի է, որ աշխատում եմ իբրև
ֆիթնեսի մարզիչ, ունեցել եմ իմ զալը, եղել եմ այնտեղ սպորտային ակումբի տնօրեն, տարբեր մարզիչների հետ եմ աշխատել, այսինքն բոլոր կյանքս եղել է սպորտ, եղել է ֆիթնես, եղել է այդ սպորտի գիտությունը ու ցանկացած տեղ էլ որ գնացել եմ, նույն ուղղությամբ եմ աշխատել։ Այսինքն երբեք ես չեմ մտածել, որ ինչ որ ուրիշ աշխատանքով զբաղվեմ, որտեղ այս սպորտը եւ սպորտի գիտությունը իմ համար ոչ թե զուտ աշխատանք է, իմ համար իրոք սեր է։ Այսինքն այս աշխարհը ինձ հաճույք է պատճառում, բացի այդ որ փող է պատճառում։ Ես Հայաստան եկած օրվանից էլի նույն ոլորտում եմ սկսել աշխատել, բարեբախտաբար շատ հետաքրքիր դեպքով հայտնվել եմ Գոլջիմում եւ արդեն 7 տարի է որ Գոլջիմում աշխատում եմ Կոմիտաս մասնաճյուղում իբրև ֆիթնեսի բաժնի պատասխանատու, իբրև մարզիչ ու հարկ եմ համարում ստեղից շատ շնորհակալություն հայտնեմ մեր Գոլջիմի սեփականատիրոջը պարոն Ռոբերտ Գասպարյանին, որ ամեն ինչ պատրաստեց, ամեն հնարավորություն տվեց, որ ես կարողանամ ունենամ այն լավ կյանքը, ինչ որ հիմա վայելում եմ։ Դուք ամենեն թեպս հուշում եք մարդկանց դուրսը, որ մասնակիցներ որ լինեն Հայաստանում շուտով կնահատվում են։ Այդ որ ասում եք ծեր ընդունեցի, դուք լավ մասնակից եք, հետևաբար ընդունում են գործի ու ամեն բնակավար ունի իր բագասը Հայաստանում մասնակիցների, ցանկացած բնակավար ավտոսարքողից մինչև բարձր տեխնոլոգիաները պետք ունի մասնակիցների, ով մասնակցություն ունի գալիս այստեղ, ծեր նման հետո դարիներ հետո շնորհակալ եմ որ այդ ամեն ինչը ստացվեց իր մոտ։ Տիրան ջան, հաստատ տենց է բոլոր ոլորտներում ես միշտ ասել եմ լավ մասնակետը, այսինքն մարդը որ իրոք կրթվել է, սովորել է, լավ մասնակետ է, շուտ թե ուշ իր տեղը գտնելու է։ Այսինքն անհնար է որ դու շատ լավ մասնակետ լինես ու ինչ որ մի երկրում տեղ չգտնես։ Կարող է մի քիչ ուշ, կարող է մինչև շփվես, մինչև ժողովրդին ծանոթանաս, մինչև այդ հնարավորությունը, այդ բախտը, այդ ծանոթը լինի, այո, ասում եմ միշտ ճիշտ ժամանակ պիտի ճիշտ տեղում հայտնվես։ Կարող է տևի, բայց հաստատ լինելու է։ Ու դրա համար էլ ես միշտ ասում եմ բոլորին, թեկուզ երիտասարդներին ասում եմ, որ սովորելը ու լավ ու ճիշտ սովորել ամենակարևոր բանն է, որտեվ եթե ստացաք գիտություն, մինչև ձեր կյանքի վերջ, աշխարհի ցանկացած տեղներ որ լինեք, այդ գիտությունը ձեր հետ է։ Փող չի որ կորցնեք, չգիտեմ, ավտո չի որ կորցնեք, այդ գիտությունը ձեր ուղեղում է ու աշխարհի որտեղ գնաք դուք ամենալավ մասնակետը կարող եք լինեք ու շարունակեք ձեր գործը։ Ու բարեբախտաբար մեր նախահայրերը ունեցել են մասնակցություններ, հասել են սփյուռք ու կարողացել են շուտով գտնել իրենց գործը, իրենց հիմնել են նաև իրենց գործերը այդ բոլորը գիտելիքների ու վարպետության պատճառով։ Մենք եկել ենք այսօր Հայաստան նաև մեր երազն ենք իրականացնում, որը չունեինք արմատների մոտ լինելով եւ լինում ենք նաև օգտակար երկրին, որպես մասնակետ ամեն մարդ իր բնակավարում։ Ու նաև ես գնահատում եմ սպորտի մեջ եղողները շատ, իմ սրտի հարազատ թեման է, ու նաև սովետը շատ լավ բաներ ուներ, պետք է խոստովանենք սպորտի մեջ ու մշակույթի ու արվեստի մեջ շատ ուժեղ դաստիարակություն կար սպորտային ու այդքան հայկական մեդալներ սովետի դրոշի տակ դժվար էր փոքր երկրից ունենալ ոսկի, արծաթ, բրոնզ, ինչ ասես ունեցել ենք, ու այդ սպորտի բնակավարը մի անգամից ոնց որ սովետը փլուզվելուց հետո ընկավ, խեղճացավ որոշ չափով։ Ինչպես տեսակ 2018-ին դուք որ եկաք, ինչպես տեսակ այդ բնակավարը Հայաստանում, չնայած աշխարհում մեկ էլ որոշ անկումներ ունենում մարդիկ այլևս գնում են ավելի թվային բաների վրա, բայց ինչպես եք տեսնում այս բնակավարը Հայաստանում։ Տիրան ջան, մեր մոտ էլ համարյա նույնն է, հիմա չգիտեմ բարեբախտաբար թե դժբախտաբար մեր շատ երիտասարդները նոր սերունդը գնացին դեպի IT, դեպի այդ ոլորտը, որ հիմնականում իրանց համար ավելի մեծ ու շատ եկամուտ է ստեղծելու։ Արդեն 18-ին որ եկել եմ Հայաստան, մինչ օրս իմ տեսածով մեր ֆիթնեսի ոլորտը, սպորտի ոլորտը եւ առավել եւս ֆիթնեսի ոլորտը դժբախտաբար գիտելիքի պակաս ունի շատ։ Այսինքն այն ինչ որ արվում է եւ կա աշխարհում, մենք շատ ժամանակ թեկուզ տեղյակ չենք, որ նման բան գոյություն ունի այս ոլորտում։ Ցավալի էր ինձ համար, որովհետև ես Պարսկաստանում սովորել եմ ամենալավ պետական համալսարաններից մեկում, հետո Օլիմպիական ակադեմիայում, հետո ֆեդերացիայի դասընթացներում,
ու այդ ամեն ինչը տեսնելով որոշեցի որ կարողանամ ունենամ իմ ներդրումը այդ ոլորտում դրա համար 2020 թվականին արդեն ունեցել եմ իմ կամպանիան Ocean Sport-ը գրանցումից հետո մի քանի ամիս աշխատելուց հետո արդեն եղավ 44 օրյա պատերազմի պատճառով դադարեցվեց կամպանիայի աշխատանքը քանի որ ես պատերազմի մասնակից եմ եղել դրանից հետո COVID-ը ու արդեն 2022-ին նորից սկսեցինք աշխատել հիմա ես Ինչ եք անում հիմնականում ես բացի այդ որ ունենք ուսուցում այսինքն մարզիչներին սովորացնում ենք փոխանցում ենք գիտելիքներ ես կանադական կամպանիայի պաշտոնական ներկայացուցիչն եմ Հայաստանում որը որ հիմնականում եվրոպական կանադական ստանդարտներով կազմակերպում ենք ֆիթնեսի մարզչական դասընթացներ դրանցից հետո ավարտելուց հետո ժողովուրդը ստանում են իրանց համապատասխան սերտիֆիկատը ու կարողանում են այդ ոլորտում աշխատել բացի այդ մենք կազմակերպում ենք տարբեր գիտական սեմինարներ էլի սպորտի ոլորտում արդեն ապրիլի 19-ին ունենք շատ մեծ կազմակերպած հենց մեգա սեմինար, իրոք մեգա սեմինար, որտեղ 10 բժիշկ դասախոսներ են, խոսալու են քաշի նվազեցման հետ կապված ու ամեն ինչ անում ենք, որ այս սպորտի գիտությունը զարգացնենք Հայաստանում։ Դուք ձեր կամպանիայով եք անում ես։ Այո, իմ կամպանիայով։ Ocean Sport կամպանիան է, դրա հետ միտեղ էլի բարեբախտաբար, քանի որ ես իմ գործի բերումով շատ լավ մարդկանց հետ շփվում եմ, ունենք շատ լավ հովանավորներ մեր ծրագրի համար։ Ծրագիրը ապրիլի 19-ին տեղի կունենա Աղաբաբյանց հյուրանոցում, ցանկացած մարդ կարող է գա։ Գրանցումով է, որտեղ իրոք տեղերը սահմանափակ են, ունենք շատ մոտ 5-6 ժամվա ծրագիր է, խաղարկություններ, մեր հովանավորների կողմից շատ արժեքավոր նվերներ գրանցումով լինելու, բայց ցանկացած մարդ կարող է մասնակցել։ Washington Patsy ֆիթնեսի մարզիչը ով է կարող գալ նաև ասում եք բժիշկներ դիետետիկներն կարող են կան այսինքն քաշով սպառվող մարդիկ էլի կարող են այո մեր բժիշկները մեր դասախոսների կազմում կան 5 բժիշկ մեկ nutrition coach մնացածը ֆիթնեսի շատ լավ կրթված հիմնականում դրսում կրթված մարզիչներ են որևէ սահմանափակում չկա այսինքն մենք բոլորը գիտական ծևի բայց շատ հեշտ լեզվով ենք այդ ամեն ինչը փոխանցում մեր լսարանին իսկ էգորները հիմա դերիակ են այսինքն գովազդ գնում է այդ առումով այդ բնակավարի մեջ իհարկե ամեն գովազդ սկսել ենք բայց մեր մեծ ու ցենց ասած իսկական գովազդը արդեն մի 2 օրից սկսելու է մանրամասները դասախոսների հետ կապված ովքեր են իրանց ռեզումեն դասախոսությունների ցուցակը ու ամեն ինչ արդեն մի քանի օրից սոցցանցերում տեղադրվում է։ Դուք եք գազམ་ագերվում եք, դուք եք ձեր թիմը։ Այո։ Այսինքն Ocean Sport, չէ՞։ Ինչ լավ որ մի բան եք փոխում Հայաստանում, ես ամեն հյուրի ասում եմ ինչ որ մի բնակավարի ինչ որ մի քայլ առաջ ենք գնում, թե չէ առանց ես երևի ես բանը չելին, հա կգնա սպորտը առաջ, բայց ոչ թե այդ թափով ինչքան այս կոնֆերանսից հետո բնականաբար ու մեր կարգախոսն ա եղել հիմա օֆիսն էլ որ ով մտնում է տեսնում է մենք մի հատ շատ մեծ ֆլայեր ունենք Հարավային Աֆրիկայի համալսարաններից մեկում շատ հետաքրքիր գրառում ա գրած ու դրանով ա սկսում որ գիտության փլուզումը ազգի փլուզումն է ու իրոք տենց է դրա համար մենք փորձում ենք մինչև ինչքան որ հնարավոր է թե ժամանակի առումով, թե ֆինանսապես, թե լսարանի պահանջներով փորձում ենք սպորտի ու ֆիթնեսի գիտելիքը զարգացնենք Հայաստանում։ Այնտեղս մարդու ես իսկապես այս մոդեցումը միշտ ունեցել եմ մարդուն ասես ինչ կուզեիր ամենաշատը աստծուց մեկ ես առաջին բառը առողջություն չէ։ Այդ առողջությունը որ անցնես հաջորդ քայլին ինչն է։ Առողջ ապրելակերպը մարմինդ առողջ լինելը ինչն այնտեղ սպորտն է կարևոր որ կարողանաս մարմինդ լավ բահել։ Այսօր այս նստագիած կյանքի, ստրեսային կյանքի թեմ պետք է բայկարես սպորտով։ Հետևաբար ես կգարձեմ որ բոլոր կառավարությունները աշխարհի պետք է առաջին հերթի վրա տնեն առողջությունը մարդկանց, որովհետև առողջությունը նաև օգնում է քեզ, որ մարդիկ չհիվանդանան, հետո չձախսես pedagogan բյուջեն իրենց բուժման վրա։ Այդ շղթա է, չէ՞։ Եթե առողջ լինի մարդը ավելի ստեղծագործ, ավելի
ճիշտ համադազում, ավելի ճիշտ բիզնես անում, ավելի ճիշտ, չգիտեմ, արվեստ անում, բոլորը գալիս է լավ առողջությունից։ Այդ առողջությունը եթե որը հիմք առնես, դու կգնաս շատ ավելի առաջ քո երկիրը, եթե երկրի ղեկավար ես։ Հետևաբար պետք է բոլոր երկիրներում, հիմա երկիրներ կա, որ շատ մեծ կարևորություն են տալիս, բայց մենք մեր մոտ թեր այդ դրել ենք երևի, չգիտեմ, որ մեկ հերթի վրա, որ առողջության համար եթե փող են ուզում կամ չէ, ներողություն, սպորտի համար եթե փող պետք է, այդ արդեն սպորտը ոնց որ սպառնունք լինի, բայց ոչ, ինքը առաջին հերթի վրա առողջությունն է բաղում մարդկանց, երեխեքի, որ այսօր ձգելու են, սկսում նստագյաց կյանք ունեն եւ այլն եւ այլն։ Այս բոլորը շատ կարևոր թեմա է։ Ու նախարարություններ ու վարչապետներ պետք է ուշադիր լինեն սրան, որ սկսեն կարևորություն տալ։ Մեր մոտ հիմա խնդրեմ կա, վստահ եմ ֆիթնեսի կենտրոնները շատ քիչ են համապատասխան ժողովրդի։ Ես շատ ու նաև մեկ թանկ են շատերի համար։ Հետևաբար պետք է այնտեղ բանի հարգերի առումով պետք է ինչ-որ մեղմացում լինի, որ մարդիկ ավելի շատ այնտեղ ներդրում անեն ու դրանք շատանան։ Հետևաբար պետությունն է շահում, այսինքն եթե այդ հարգից քիչ ես վերցնում այդ ընկերությունից, հետո այդ հիվանդ մարդկանց վրա ավելի քիչ է ծախսում հենց նույն բյուջեից։ Պլյուս որ մարդիկ առողջ են լինելու ու քեզ ավելի օգուտ է այդ առողջ մարդը հարկ վճարելով, քան հագարակը։ Ինչպես եք նայում այս հարցին։ Տիրան ջան, մի քանի բան ավելացնեմ, շատ ճիշտ ու հետաքրքիր թեմաների անդրադարձակ։ Նախ ես մի հատ բարձ օրինակ ասեմ Պարսկաստանում սպորտային կենտրոնները եւ գրադարանները իրանք ազատված են հարկերից։ Քանի որ եթե դու իբրև ինվեստոր, իբրև բիզնեսի տեր արդեն զբաղվում ես ժողովրդի առողջությունով կամ ուսուցումով, գիտելիքով, այդ շղթան վերջի վերջը օգուտա իշխանությանը, պետությանը, այսինքն հետո շատ ավելի քիչ բյուջե ծախսվում հիվանդանոցներում, բուժման համար, պոլիկլինիկաներում, դրա համար ստեղից դաժե առաջարկում եմ մեր նախարարությանը, վարչապետին, բոլոր որոշողներին, ազգային ժողովին, որ հիմնականում բոլոր այն կազմակերպությունները, որ զբաղվում են սպորտով, ազատվեն հարկերից։ Երկրորդ թեման, մեր մոտ դժբախտաբար օրական շատ այցելություններ ունենք, թե երեխաներից, թե մեծահասակներից, ովքեր որ աշխատում են հիմնականում IT ոլորտում, նստածել կյանքով, երեխաները արդեն սխալ ուսապարկ կրելով, լրիվ երկար ժամանակ հեռախոսը միցերով աշխատելով ու բոլորը ունեն արդեն կեցվածքի խնդիր, այսինքն իրանք փաշչերի խնդիր ունեն ու բոլորը կյանքի այդ լայֆսթայլի պատճառով է։ Թեմաներից մեկը այդ է, որ հաստատ պիտի անդրադառնանք դրան ու մյուս շատ կարևոր ու ցավալի թեման մեր դպրոցների այդ սպորտի թեմանա ֆիզկուլտը ոչ մի բան, այսինքն շատ ժամանակ որ երեխաներից հարցնում եմ ֆիզկուլտի ձեր ժամին ինչ եք անում, ոչ մի բան, կամ տուն ենք գնում այդ ժամին չեն անում կամ ինչ որ այնքան որ այդ ժամանակը անցնի։ Բայց առաջատար երկրներում ամենա սկզբի կետը, որ փորձում են այդ սպորտը ճիշտ ապրելակերպ ու առողջ ապրելակերպը մտցնեն ժողովրդի կյանքի մեջ դպրոցում է, որտեղ արդեն դպրոցում այդ մարդու համար ձևավորվում է, դառնում է մշակույթ։ Մյուս թեման, ոնց որ դուք ասացիք, եթե այդ մարդը առողջ է, ոնց որ հասարակության մեջ ինքը ավելի լավ է աշխատում, ավելի լավ է փող վաստակում, ավելի լավ է շփվում։ Ես մի հատ շատ կարևոր բան ասեմ, այն ինչ որ մոտիկից եմ տեսել 44 օրյա պատերազմին, եթե դու ունես առողջ բանակ, եթե դու ունես շատ լավ մարտունակ բանակ, եթե դու ունես ֆիզիկապես շատ լավ զինվոր, բնականաբար դու շատ ավելի լավ ես կարող հաղթել, պաշտպանվել, հարձակվել ամեն առումով։ Շատ ճիշտ է։ Դժբախտաբար չունենք, այսինքն սկսում ես հարցից։ Այո, եթե երեխան 6-7 տարեկանից մինչև 18 տարեկան որ պիտի մտնի բանակ, ինքը չունի ֆիզիկական ակտիվություն, չունի այն ամեն ինչը որ իրան պետք է, հաստատ 18 տարեկանում 2 տարի, որ հիմա դարել է 1.5 տարի բանակում ոչ մի բան չի կարող արդեն բարելավի։ Այսինքն մեր այս սպորտը եւ ֆիզիկական բարելավումը ոչ թե մենակ այդ մարդին է ավելի պետք եւ մարդին է ավելի մեծ օգուտ, շատ օգուտ է մեզ իբրև երկիր, իբրև բանակ, իբրև պաշտպանություն։ Այս հարցը չի
Շատ ճիշտ է, ես էլ երրորդ բանը որ գալի ավելացնեմ։ Մի հատ խնդիր էլ ավելացնեմ, օրինակ Ամերիկայում այն կազմակերպությունները, որ զբաղվում են հիմնականում սպորտի գիտության հետ, իրանք ունեն առանձին բաժին, առանձին դասացուցակ, առանձին ուսուցում զինվորականների համար։ Իրանք ունեն առանձին դասացուցակ, օրինակ հրշեջների համար։ Այսինքն առաջատար երկրներում այս ամեն ինչը մասնագիտացված է, այսինքն դու եթե զինվոր ես, որ չգիտեմ, պիտի կատարես ինչ-որ առաջադրանք 7-8 ժամ կարիք ունես վազելու, կարիք ունես դիմադրության, կարիք ունես սովին դիմանալու, կարիք ունես ֆիզիկական ակտիվության, բնականաբար քեզ ուրիշ ձև են պատրաստում իր սնունդի հետ կապված, ֆիզիկական աշխատանքի հետ կապված, հոգեբանական տարբեր ուսուցումներ են անցնում, որ հետո դառնում են այն խումբը, ինչ որ օրինակ հիմա Ամերիկայում կոչվում է Delta Force։ Իրանք նույն մարդիկ են, ոնց որ մենք։ Պրոստը իրանց ֆիզիկականը, իրանց հոգեկանը այնց է այդ դասընթացների ընթացքում բարելավում, որ իրանք կարողանում են ամենավատ պայմաններին ամենաճիշտ որոշումը կայացնել։ Բացի նրանից, որ պետք է այդ գազագերբությունները, որ ուզում են կենտրոններ բացել, ֆիթնես կենտրոններ, որ հարգերից մեղմացում ստանան, նաև կարելի է տարբեր ընկերություններ, մեծ ընկերություններ ունեցել, որ եթե դու ներդրում ես սպորտի մեջ ինչ-որ փող, ընդեղից էլ կստանաս դու հարգերի մեղմացումը։ Այսինքն եթե աշխարհում եկա նորություն չի, ինչիա ֆուտբոլի խումբերը 10-20 հատ լոգոյա թրված իրենց բաների մեջ, որովհետև յուրաքանչյուր բան գազագերբություն որ ֆինանսավորում է, ստանում է իր բանը։ Դրանից սկսենք ազգային ժողով ինչ ասեմ, ընդերից սկսենք այս օրենքները տնել, որ հետո բյուջեից ավելի քիչ ծախսվի հիվանդների վրա։ Այսինքն չենք ասում, որ միան մենք սպառվենք ու ուրախանանք սպորտով, նաև օգուտ է, այսինքն շղթա է, որ հաշվար գա, որ կարելի է անել ու ստանալ պատասխանը, թեկուզ այդ պատասխանը մի քանի տարի հետո է, պլյուս այդ առողջ ապրելակերպ, առողջ մարդը, որ ավելի լավ կստանա իր արդյունքը իր կորձի ավելի շատ հարկ կվճարի։ Այդ բոլորը այս շղթան եկեք մի օր սկսենք այդ օրենքները փոխելով, այդ հարգերի օրենքները փոխելով, որով հենց առաջին գեդը դա է, ինչքան մենք խոսանք, եթե հարգը փոխված չլինի, դուք չեք կարող գազագերբության մասել, որ գիտեք այս բասկետբոլի խումբի մեջ կարակ մի $10,000 ներդրեն, կասի ինչ օգուտ է այնտեղ։ Պետք է ընդեղից սկսի առաջին գեդն դեղա, որը չգիտեմ ոչ օրենքի մշակում կա, ոչ մի բան չկա այդ ուղղությամբ։ Սպորտը լրիվ անդեսված է։ Ցավոք սրտի պետք է այս թեման այդքան խոսանք բոլորս, որ մի օր նկատի ունենան ոչ թե միայն սպորտսմեն հասնի ազգային ժողով, որ կարողանա այդ ամեն ինչը անել։ Հիմա այսօր պետք է այդ բոլորը սկսենք։ Իսկ Օշին ջան, ծեր ընտանեկանը ինչպես է, եկել եք քույրով, հայրով, ով է եկել ցեզ հետ ավտոյի մեջ։ Դե գալուց մենակ եմ եղել, բայց քրոջանքս արդեն մի քանի օրից հետո, մի քանի օր տարբերությունով նրանք էլ են տեղափոխվել, քույրս, ամուսինը, դե այն ժամանակ մի երեխա, հետո մի երեխա էլ ծնվեց, հետո արդեն պապային ենք տեղափոխել Հայաստան, համարյա բոլոր ընտանիքով արդեն Հայաստանում։ Ոնց են ընկերները այնտեղ կան, ընկերներ որ նայում են ու ասում են, «Վայ, ինչ լավ բան արեց»։ Ընկերներ կան, իմ գալուց հետո թեկուզ մի քանիսն են տեղափոխվել, հիմա էլի ունեմ ընկերներ այնտեղ, որ անընդհատ հարցնում են, մի քանի անգամ եկել են, տեսել են ամեն ինչ։ Ձեր շնորհիվ են եկել, որ ցեզ տեսնեն, հա։ Հիմնականում հա, այսինքն իրանց համար այդ հաջողությունը հետաքրքիր է, որտեվ միշտ եղել այդ վախը, բա որ ես ամեն ինչը թողնեմ գնամ ու այնտեղ ոչ մի բան չունենամ, ոնց եմ ապրելու։ Միշտ տենց է, ինչ որ դու ունես, դրա թողնելը ու զերոյից ուրիշ մի տեղ սկսելը, իրոք Սնարի է, բայց չէ որ քո երկիրն է ստեղել, չես գնում, չես ասում որ արի, չգիտեմ, Մալթա, արի, չգիտեմ ուր։ Դրա համար իրանց համար մի քիչ որ եկել են տեսել են այս ամեն ինչը, տեսել են այս հաջողությունը, տեսել են որ ոնց եմ ապրում, շփվելը, ստեղի ընկերները, ստեղի շփումները, արդեն իրանց համար ավելի ոնց որ հա, ավելի հեշտ, ավելի մարսելի է այդ ամեն ինչը, որ իրանք էլ տեղափոխվեն։ Ինչ լավ է, այսինքն վարագիչ է, այս հույսով ենք մի օր այդքան շատ կլինեմ, որ մենք այս հաղորդումը չենք անի, բայց ամենայն դեպս ուզում եմ իմանամ նաև ձեր այսքան ոգևորված 7-8 տարի այստեղ եք, ինչ են ձեր առաջիկա երազները, ձեր գործով, ձեր ընտանիքով, ինչ են։
Իմ ամենամեծ երազանքը միշտ եղել է այդ, որ ունենամ իմ սեփական, իմ անձնական ջիմը ու կառավարեմ այն ճիշտ ձևը, որ ես եմ իմանում, որտեվ երբ որ դու աշխատում ես ուրիշի համար, վերջի վերջո դու աշխատում ես ոնց որ ուզում են, բայց ես ուզում եմ աշխատեմ ոնց որ ես եմ ուզում, ոնց որ ես եմ ճիշտ գտնում, որտեվ շատ ժամանակ ճիշտը չի բերում գումար, ճիշտը բերում է ապակայի արդյունք, որ կարող է բիզնեսի ոլորտում այդքան ընդունված չի, այսինքն բիզնեսի ոլորտում միշտ պիտի տնես 1, վերցնես 2, բայց երբ որ դու արդեն այդ ամեն ինչը նայում ես մի քիչ ուրիշ աչքով, նայում ես իբրև գիտություն, նայում ես իբրև առողջություն, կարող է դու տնես 1 ու վերցնես էլի 1, բայց պիտի լինի քոնը, իմ երազանքը դա որ ես օրերից մի օր ունենամ իմ անձնական, իմ ջիմը։ Դա հաստատ որ լինի, այսինքն տիրախը որ տրել եք, հաստատ կհասնեք, որովհետև հայտնի է որ պրոֆեսիոնալ եք, ու գտնեք այդ միջավայրը, որ դուք մի օր այդ ամեն ինչը առաջ կդանեք, հույսով եմ օրենքներն փոխվեն, որ այդ ծեր երազանքը ավելի շուտ ու ճիշտ ձևով իրականանա։ Իսկ ծեր խորհուրդները ինչ կլինեին այսօր դրսում ապրող մարդկանց, ինչպես կանանեն, մի քանի ամիս ապրեն ստեղ, ինչ անեն, որ որոշումը գայացնել էս մեր կարևոր եւ հբարդությամբ ենք ասում, որ մենք հայրենադարձ ենք։ Տիրան ջան, իմ ամենամեծ խորհուրդը ու խնդրանքը իրանց այնա որ կան Հայաստան։ Միշտ ասում են հերվից հայրենիք չեն սիրում։ Հայրենիքը սիրում են հայրենիքում։ Անում են ամեն ինչ հայրենիքի համար։ Փորձում են փոխեն, փորձում են լավացնեն, բայց այդ ամեն ինչը պիտի արվի տեղում։ Ինչքան որ հնարավորություն ունեն, չգիտեմ, տարվա մեջ մի ամիս, տարվա մեջ 10 ամիս, ինչքան որ իրանց հնարավորությունը կան Հայաստան, փորձեն ստեղ անեն այդ ներդրումը, փորձեն ստեղ անեն այդ իրանց աշխատանքը, փորձեն փոխանցեն իրանց գիտելիքները, իրանց փորձառությունը, գիտեմ, շատ դժվար է, այսինքն դու երբ որ միտեղ ապրում ես, ունես ամեն ինչ, այդ ամեն ինչի թողնել գալը, առավել եւս եթե ունես ընտանիք, երեխա, կարող է դժվար է, այդ բոլորը հասկանում եմ, բայց վերջի վերջո, եթե մենք ուզում ենք ունենանք լավ, հզոր հայրենիք, պետքա որ մենք լինենք հայրենիքում։ Նույնը բանակում ոնց է միշտ ասում են բանակը ինչքան էլ որ դու ունենաս տեխնոլոգիա այդ ամեն ինչը վերջի վերջո մարդ ուժ է պետք որ այդ կնոպկեն սխմի իհարկե այսինքն մարդ ուժը այդ քանակը այդ ապրող ժողովուրդը շատ կարևոր է երկրի համար ֆիզիկապես իրոք իհարկե շատ կարևոր է ու նաև դրանք որ չեն կարողանում դրանք որ իսկապես չեն կարողանում շատ պատճառներով շատերը համոզիչ շատերը ոչ համոզիչ թող կոնե եթե այսօր օրինակ այս բնակավարում մարդկա որ շատ գիտելիք ունի Սփյուռքում թող կապնվի Օշինի հետ թող կա այդ մի սեմինարներից մեկին ինքն էլ մասնակցի գիտելիքները տա այս մեր երկրին հետո հետ վերադառնա կոնե դարին 1 2 դարին 1 էդելա հայրենադարձության ինչ որ մի ցև որ կարողանում ես գալու մի դոգոսով մի բանի օգնել ծեր բնակավարում ուրիշ բնակավարներում ինչքան մասնակիցներ ունենք դուրսը թող կապնվեն կան կոնե մի օր մի շաբաթ իրենց գիտելիքները փոխանցեն թեկուզ քիչ բայց այդ գալը այդ կապը պիտի շարունակական լինի շատ ուրախ եմ Օշին ջան որ իրար հանդիպեցինք ու իրար հետ խոսացինք այս կարևոր թեմայի մասին հույսով եմ հաջորդ հանդիպումներում ծեր երազանքի մասին կխոսանք շնորհակալ եմ որ ես եմ շնորհակալ merci շատ